Այստեղ ամենակարևորն այն է, որ այդ մարդիկ քաղբանտարկյալները, քաղհալացյալները չեն հանձնվում։ Նյարդերի պայքար է, թե ով ավելի շուտ կհանձնվի։ Նրանք չեն հանձնվում։ Սամվել Կարապետյանը բանտից մշտապես ուղերձներ է հրապարակում։ Ու այդ ուղերձներով ինքն է մի բան էլ ժողովրդին ոգևորում, որ հավատանք, որ այս ամենը վերջ է ունենալու։ Փաստաբանը գնում է Սամվել Կարապետյանի մոտ կալանքի երկարաձգման դատավարությունից հետո, նա փոխանցում է ուղերձը, որ մեկ է, ժողովուրդը հաղթելու է սրանց։ Վարդան Ղուկասյանը չի հանձնվում։ Ամեն անգամ մեղադրանքին մեկ ուրիշն է փոխարինում։ Լրացնում են նոր մեղադրանքով։ Էլ ինչ ասես, որ չեն հորինել, էլ կոռուպցիա, էլ ինչ որ տարածքային ամբողջականության դեմ ելույթ, էլ խուլիգանություն։ Չի լինում, բայց լռեցնել, կոտրել։ Վարդան Ղուկասյանին ճնշելու համար նաև որդուն են կալանավորել։ Օրերս տեղի ունեցած դատական նիստի ժամանակ տեսանք, թե որքան մարտական է տրամադրված Վարդան Ղուկասյանը Գյումրու ընտրված համայնքապետը։ 2 օր անց կալանավորեցին տղային։ Մտել են ընտանիքներ, որովհետև զատնի չեն դնում։ Լիդիա Մանթաշյանը, որը 5 ամիս կալանքի տակ է, ու անգամ տեսակցություններն են արգելված, չի կոտրվում, ուժեղ է։ Բագրատ Սրբազանի վեհկեցվածքը նայեք, ասում է ձեզնից ազատություն չեմ ողորմալու։ Միքայել Սրբազանն ասում է ես բանտում ավելի ազատ եմ, քան ինձ բանտարկողները։ Եթե ուզում եք իմանալ, մեր երկիրը այսօր հենց այս տեսակի վրա է հենված։ Մարդիկ ցույց են տալիս, որ ունեն կամք, ամեն կերպ ազատությունից զրկվելու գնով պահում են իրենց ճշմարտությունը, իրենց հայրենասիրությունը։